մեկը չպարզաբանվեց, ձեր պատասխանից ավելի հարցերը ավելանում են եւ ակնհայտ է, որ փաստացի պարոն Թոմասյան ամբողջական պատկերացում դուք էլ չունեք, ինչը բնական է եւ փորձում եք փաստորեն ամեն դեպքում այդ պահանջը պահել։ Հիմա պարզ տրամաբանական հարց է առաջանում, ասենք օրինակ թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի մասնագիտությունը ավարտած մեր շատ հարգելի քաղաքացին, որ շատ լավ մասնագիտություն է, բան չունեմ ասելու, դուք դա ասում եք նորմալ է, կարող ես ռիելթոր աշխատել, բայց ասենք 25 տարի այդ ոլորտում փորձառություն ունեցող մարդը, որը շատ հանգիստ կարող է գալ եւ հանձնել այդ քննությունը, դուք իրեն ասում եք, որ այնուամենայնիվ պայմանական 2 տարի հետո, այս 2 տարին էլ անհասկանալ ինչ պահանջներ եք դրել, նենց ներկայացրիք, ասենք այդ անհնար է դառնալու այդ ամեն ինչ կազմակերպել, իրեն ասում եք ոչ, այնուամենայնիվ տեսեք, շատ պարզ է խնդիրը, նախ ինչու բարձրագույն կրթություն, որտեղ միջին մասնագիտական կրթություն եւս կա Հայաստանի Հանրապետությունում եւ այն ինչ դուք որ ներկայացնում եք, օրինակ իմ խորին համոզմամբ, մի քիչ կապ ունեմ կրթության հետ, իմ խորին համոզմամբ դա միջին մասնագիտական կրթությունը եւս կարող է այդ որակավորումները տա, մանավանդ ասում եք 6 ամիս եթե անցնես, այդ 6 ամիս վերապատրաստվես, ոչ ֆորմալ կրթությամբ կարող ես գալ ներկայացնել։ Սա մեկ, այսինքն սա դիտարկման առարկա է, չի կարելի այդպես պնդել պարտադիր բարձրագույն կրթություն են հիմնավորումները, որ դուք բերեցիք, եւ երկրորդը, այստեղ կարևորը կարծում եմ, որ ձեր որակավորման քննության պահանջը անցած լինի, այսինքն հիմա գիտնականներ կան տարբեր մասնագիտությունների, որ չունեն բարձրագույն կրթություն եւ իրենք շատ ավելի ճանաչված մասնագետներ եւ գիտնականներ են տարբեր ոլորտներում, քան որ հազարավորները, որոնք որ ունեն այդ կրթությունը, այսինքն այս մոտեցումը ձեր հնացած է, ավելի շատ դա կիրառական էր նախորդ հարյուրամյակում, դրա համար պետք է մի քիչ կարծում եմ արդյունքահեն մոտեցում, ձեր համար հիմա կարևորը դիպլոմն է, որ ունի, թե կարևորը, որ այն պահանջները, որ դուք դնում եք տվյալ քաղաքացին, որ հավակնումը ունի, սա դիտարկումը կարող եք անդրադառնալ, կարող եք ոչ, բայց այս տեսակետը կարծում եմ հիմնավոր է եւ շատերը կիսում են նաեւ այս գործով զբաղվող։ Հիմա հարցերս առաջին հարցը վերաբերում է հետեւյալին։ Այս ձեր ամբողջական փոփոխությունները, որ ունի նաեւ այո դրական նաեւ կողմ, բայց ունի նաեւ շատ անորոշություններ։ Հիմա դուք գնահատել եք օրինակ գնագոյացման իմաստով այդ միջնորդական ծառայությունների գները այս սահմանափակումների եւ այս նաեւ որոշակի կարգավորումների արդյունքում կաճեն, թե չեն աճի կամ ինչպիսի միտում կունենան, սա էլ է կարևոր եւ նաեւ սրա այդ ուղիղ առնչվող մեկ այլ հարց, այսինքն դուք ինչ եք սահմանափակում մարդկանց ընտրության հնարավորությունը, շատ լավ է, որ օրինակ այդ կայքում ցուցակագրված տեսնում է, որ ստուգված է հայտարարություն, ամեն ինչ նորմալ է, պետությունն էլ հաստատում է, բայց կան մարդիկ, ովքեր որ օրինակ նաեւ պատրաստ են որոշակի ռիսկային գործարքների գնալ, պայմանական ավելի էժան գնի պարագայում կարող են սպասել, ժառանգություն էլ ճանաչի, չգիտեմ, եւ այլն, այսինքն գրավից էլ դուրս գա այս գույքը, այսինքն այս հնարավորությունն էլ պետք է լինի եւ ընտրությունը պետք է լինի գնորդինը, ասենք օրինակ գնորդ թող ընտրի, որ տարբերակն է ընտրում, ես կարծում եմ սա անհարկի սահմանափակում է շուկայում որպես առաջարկ, որտեղ առաջարկները կարող տարբեր լինեն, իդեպ սա վերաբերել է նաեւ մնացած շուկաներին եւ ես չեմ կարծում, որ տենց խիստ սահմանափակումներով միանգամից անհրաժեշտություն կա եւ վերջապես երրորդ հարցը, որ ավելի գործնական է, ինձ բազմաթիվ քաղաքացիներ այս հարցով դիմել են, օրինակ գույքը երբ որ փոխանակվում է, անշարժ գույքը շատ դեպքերում մեկ անշարժ գույքը փոխանակվում է մեկ այլ անշարժ գույքով, հիմա մեր արկա կարգավորումներով այդ նաեւ որ դուք այդ հաշիվը ասում եք հատուկ հաշիվ բացեն եւ սրա միջոցով այդ գործարքն անեն, պայմանական մեկ գույքը փոխանակվում է մեկ այլ գույքով եւ առաջանա որոշակի այսպես վերջնահաշվարկի անհրաժեշտություն կամ դա էլ չառաջանա,
այսպես ժողովրդի լեզվով ասած հավասարը հավասարի հետ փոխանակվի։ Հիմա սա օրինակ ոնց պիտի անեն մարդիկ եւ ինչ այստեղ այս գործարքի պարագայում դուք ինչ լուծում հեշտացնող կարգավորում եք մտածում կամ առաջարկում կամ ասենք այս պահին այս նախագծով կա։ Շնորհակալություն, նախ եւ առաջ անդրադարձ կատարեմ Բարսագույն կրթությանը, որի վերաբերյալ ես բազմաթիվ անգամներ եմ խոսել։ Հարգելի գործընկերներ, մենք Հայաստանի Հանրապետությունում սահմանված ունենք կրթական համակարգ, օրենք եւ դրա շրջանակներում մարդիկ գնում են ուսումնառություն են ստանում եւ վերջում ստանում են որևէ դիպլոմ, որևէ ուղղվածությամբ։ Ինչպես դուք նշեցիք, մի ուղղվածության վերաբերյալ ես կարող եմ ասել հետեւյալը, որ հենց քննական ընթացակարգներ սահմանվում է այդ նպատակով, որ եթե մարդը այդ ոլորտում որևէ գործողություններ չի ծավալում եւ ինքը ուղղակի որոշել է գալ եւ դառնալ որակավորված անշարժ գույքի գործակալ կամ ռիելթոր, ապա ինքը ստիպված է լինելու հաղթահարել քննությունը։ Իսկ քննությունը հարցաշարերը եւ բովանդակությունը լինելու է այն տրամաբանության մեջ, որ ներառելու է ոլորտին վերաբերվող իրավական, տեխնիկական, բազմաշերտ հարցեր, պատասխաններ, որոնց որ պետք է մասնագետը դիմումատուն կարողանա պատասխանել։ Եթե ձեր նշված մարդը, ով որ 25 տարի ոլորտում է, ունի Բարսագույն կրթություն, 6 ամսյա դասընթացով մենք փորձելու ենք հասկանալ, որ իր մակարդակը մոտ է այդ դիպլոմի ստացմանը, ուղղակի տեխնիկապես կամ հնարավորությունների պատճառով չի ստացել, մենք սահմանում ենք այո կրթական ծրագիր, որպեսզի բերենք դա հավասարեցնենք որոշակի այսպես տրամաբանության շրջանակներում, ասելով, որ դա Բարսագույն կրթությանը այս օրենքի տրամաբանության մեջ համահունչ է ստանալ նման մասնագիտական խտացված 6 ամսյա գիտելիք եւ այնուհետեւ գալ մասնակցել նույն քննությանը, որին որ մասնակցելու էր մեկ այլ ոլորտում Բարսագույն կրթություն ստացած մարդիկ։ Այդտեղ ընդհանրապես քննության այդ ֆիլտրացիայի արդյունքում մենք վստահ լինելու ենք, որ հաղթահարողները ունեն գիտելիքների նվազագույն պաշարը, իրենք կսկսեն գործունեություն ծավալել, ովքեր որ չեն հաղթահարի, իրենք կգնան արդեն համապատասխան ծրագրերի նկատմամբ ուսումնառություն շարունակելու։ Ես անընդհատ այս հարցին պատասխանելով նաև ցանկանում եմ մի կարևոր հանգամանք մատնացույց անել։ Բարսագույն կրթությունը մենք ոնց ենք նայում, այսինքն մենք նայում ենք, որ մարդը երբ որ բակալավրիատ է ընդունվում եւ ավարտում, ինքը ձեռք է բերում գիտելիք բացառապես մեկնեղ ուղղվածության վերաբերյալ, թե ինքը ձեռք է բերում Բարսագույն կրթության ընթացքում տրվող բազային այնպիսի կարողություններ, հնարավորություններ, գիտելիքներ, որոնք իրեն աջակցում են ամբողջ իր մասնագիտական գործընթացի իրականացման ժամանակ, թե մարդը մտնում է, սովորում է բացառապես մեկ ուղղվածության առարկաներ եւ ավարտում է։ Իմ կարծիքով ես ինքս էլ սովորել եմ, բոլորս էլ ավարտել ենք, նախ եւ առաջ մենք ունենք այնպիսի առարկայական կազմ բակալավրիատում, որը յուրաքանչյուր ուսանողի տալիս է շատ լայն վերլուծական հնարավորություններ եւ տալիս է այնպիսի գիտելիքներ, որոնք համարվում են բազային գիտելիքներ եւ կարեւոր են բոլորի համար, որպեսզի վերջնահարցունքում ստանա մասնագետը բակալավրիատի դիպլոմ։ Այսինքն մենք հարցին մոտենում ենք այս տրամաբանությամբ, որ այդ նվազագույն պահանջը, որը սահմանված է մեր կրթական ծրագրերով, առնվազն մասնագետին, ով որ ցանկություն ունես ոլորտում գործունեություն ծավալել, տալիս է այն գիտելիքի պաշարը, որը որ մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մարդը ունենա, այսինքն դառնա հայտարարատու անձ, իրականացնի ներկայացնի կողմերին, մարդկանց հետ կոմունիկացիաների հնարավորություն ունենա, շփման հնարավորություն ունենա եւ այլն եւ այլն։ Այսինքն կրկին անգամ ես ուզում եմ շեշտել, որ Բարսագույն կրթության պահանջը այստեղ շատ կարևոր է։ Ձեր ասածը, որ սա հնացած մոդել է, կյանքը ցույց կտա։ Եթե կգա ինչ-որ մի կետ, օրենքները ընդունվում են, կյանքը շարժվում է առաջ, օրենքներն էլ փոփոխական են։ Եթե կգա որևէ կետ, որ ազգային ժողովը կամ կառավարությունը կամ մասնագիտական հանրությունը ձևավորվելուց հետո կհասկանա, որ հնացված մոդելներ կան օրենքի մեջ, ապա այդ ժամանակ անդրադարձ կկատարենք եւ կկատարենք համապատասխան փոփոխություններ։ Իմ կարծիքով այս պայմանությամբ օրենքը ամբողջությամբ համապատասխանում է լավագույն փորձին։ Հաջորդ հարցը, որը որ տվեցիք, ամբողջական փաթեթ անորոշություններ միջնորդական ծառայությունների գների աճ ուղղությամբ։ Հիմա եթե ես
Ձեր հարցին մեկ այլ հարցով պատասխանեմ, իսկ այսօր որտեղ է ֆիքսված միջնորդական ծառայության գները։ Մենք ինչպես պետք է հասկանանք, որն է համարվում միջնորդական ծառայության գին կամ գնի նկատմամբ անշարժ գույքի գնի նկատմամբ որևէ տոկոս, եթե մենք շուկայում չունենք որևէ կարգավորում, չունենք որևէ մարդ, ումը կկարողանանք գնալ եւ հարցնել, թեկուզ հարցումների միջոցով ասել հարգելիս, երբ որ դու գործողություն ես իրականացնում, քանի որ դու ես որակավորվածը, քանի որ դու ես ռիելթորական ընկերությունը օրենքի այս տրամաբանությամբ, որքան է ձեզ մոտ կազմում օրինակ միջին միջնորդական ծառայության գինը, որպեսզի հետո էլ մի հատ կանխատեսում անենք, ասենք այս օրենքի ընդունվելուց հետո կթանկանա, թե կեժանանա։ Հիմա մենք նման կետ չունենք, նման հաշվառում չունենք, հենց չունենք նրա պատճառով, որ չունենք կարգավորող օրենսդրություն։ Այդ կլինի կարգավորող օրենսդրությունը, կլինեն որակավորվածները, կլինեն իրավաբանական անձինք, ովքեր որ այս ուղղությամբ հստակ գործունեություն են իրականացնում, այն ժամանակ արդեն մենք կկարողանանք իրենց բիզնես գաղտնիքը կլինի իհարկե, իրանք կցանկանան կկիսվեն մեր հետ, չեն ցանկանա չեն կիսվի մեր հետ, բայց ամեն դեպքում մենք փորձենք հասկանալ մոտավորապես շուկայում այդ ծառայությունների համար ինչ տոկոսային հարաբերակցություններ են առկա։ Սահմանափակում նշեցիք, որ մենք սահմանափակում ենք որևէ գույքի ցուցակագրում եւ սահմանափակում ենք գնորդին, որպեսզի ինքը որոշում կայացնի ռիսկային այդ օբյեկտի նկատմամբ հետաքրքրվի եւ գնա սպասի։ Մենք չենք սահմանափակում որևէ խնդիր ունեցող իրավունքի պետական գրանցում ստացած գույքի ցուցակագրումը։ Մենք ասում ենք, որ եթե գույքը ստացել է իրավունքի պետական գրանցում եւ այդ գույքը ունի խնդիրներ, ապա մենք այդ խնդիրների վերաբերյալ տեղեկատվությունը որոշակի սահմաններում դարձնելու ենք հասանելի շահառուներին, հետաքրքրվող մարդկանց։ Ցուցակագրման ենթակա չի կարա լինի այն գույքը, որի նկատմամբ առաջի պետական գրանցում չի իրականացվել։ Այսինքն չունի մարդը, որ վկայական, այդ սեփականության վկայական չունի այդ մարդը։ Եվ եթե այդ մարդը չունի սեփականության վկայական, մենք որտեղից պետք է իմանանք հայտարարություն տեղադրողը այդ գույքի նկատմամբ ունի որոշակի իրավունք, թե ոչ։ Ուրիշ բաներ ասում։ Ասում եմ հիմա մենք սպառողին լրացուցիչ ինֆորմացիա ենք տալիս, ասում ենք սա ստուգված գույք է։ Այո։ Ասում ես կարող է սպառող կա, իրան պետք չի պարտադիր տեսնի, ճիշտ եմ, ասում պարոն Ավետիսյան, ասում է ես ուզում եմ թեկուզ չստուգված գույք էլ առնեմ կամ տեսնեմ գոնե այդ հայտարարությունը։ Եվ եթե քանի որ ավելի կոնկրետ իմ ասած օրինակի վրա հենց ձեր վերած օրինակով լավ շարունակեմ։ Նայեք, պայմանական գույքա հողա, որի վրա կիսակառույց կա, որը պետական գրանցում չունի։ Գույքա թե չէ։ Հիմա ձեր տեսանկյունից կարող է կատասում եք, քանի վկայական չունի, գույք չի։ Ես ասում եմ ցանկացած պարագայում, եթե ինչպես նաև պարոն Թունյան ասեց, այդ գույքը կա, ես տեսնում եմ եւ որևէ պետական հավաստում չկա այդ մասին, որ այս տեղեկատվությունը ճիշտ է, ինչ, ենթադրենք կա մի գնորդ, որը ուզում է այդ գույքն էլ տեսնի, հիմա իր համար դա էլ է հետաքրքիր, հետևից կգնա կառնի թե չէ, այսինքն սա առաջարկ է, որը պետք չի սահմանափակել, որովհետև կլինի մարդ, որ այդ առաջարկի համար իր պահանջարկը կհամապատասխանի, այսինքն ինչ ենք մենք որպես պետություն բացառում որևէ առաջարկ, բացառում շուկայից, պետք չի այդ անել, պետք չի, դա ճիշտ չի, էլի։ Դե հիմա ձեր վերած օրինակի վրա ես նշեցի, որ ստեղ չկա որևէ բացառող հանգամանք, եթե կա գրանցված իրավունք։ Հիմա դուք ասում եք կա հող, որի վրա կա ինքնական շինություն։ Հիմա հողը ունի սեփականության վկայական, թե չունի։ Եթե հողը չունի սեփականության վկայական, եթե հողը ունի սեփականության վկայական, պարոն Ավետիսյան ջան, եթե հողը ունի սեփականության վկայական եւ այդ հողի վրայի կիսակառույցի վերաբերյալ կադաստրի տեղեկատվական շտեմարաններում առկա չէ որևէ տեղեկատվություն, դա նշանակում է, որ մենք չենք էլ կարող որևէ բան սահմանափակել։ Եթե դա հող ունի սեփականության վկայական եւ վրան կա օրինակ ինքնական կառույց եւ դա առկա է մեզ մոտ տեղեկատվությունը, մենք ասել ենք հարգելիներս,
իմացեք, որ այս հողը ցուցակագրվում է եւ իր վրա կա այսքան քառակուսի մետր ինքնական շինություն։ Եթե գնորդին էլ հետաքրքիր է, թող գնա այդ հանգամանքի այդ լույսի ներքո իր գործարքը իրականացնի, որովհետեւ ինքնական շինության արկայությունը խոչընդոտ չի գործարքի իրականացման համար եւ մենք էլ այստեղ խոչընդոտ չենք դարձնում։ Իսկ եթե ելնենք այն տրամաբանությունով, իսկ ինչու գրանցված միավոր հարց է առաջանում, բա եթե ես ունեմ օրինակի համար ինքնական շինություն համայնքային հողի վրա, ես դա որ ցուցակագրեմ, ես ոնց եմ պատկերացնում դրա վաճառքը, եւ եթե ես դա ցուցակագրեմ, ինչ գին եմ այդտեղ դնելու, եւ արդյոք այդ գինը շուկանա իրական արտապատկերելու, թե ոչ, եւ հետեւաբար մենք ասում ենք հետեւյալը, որ եթե կա գրանցված իրավունք, այդ գրանցված իրավունքը ինքը միշտ ենթակա է ցուցակագրման, անկախ նրանից, թե ինչ խոչընդոտներ կան գործարքի իրականացման համար, բայց այդ խոչընդոտներով հանդերձ կցուցակագրվի, ես էլ որպես գնորդ կիմանամ, որ այս գույքի վրա կա կիրառված օրինակի համար արգելանք որևէ ծառայության կողմից։ Այս գույքի վրա կա 500 քառակուսի մետր շինություն, որը այլ հավասար պայմաններում նշվելու էր 500 քառակուսի մետր շինություն, եւ ինձ դնելու էր թյուրիմացության մեջ, որովհետև ես չէի իմանա, որ այդ 500 քառակուսի մետրից 320-ը ենթադրենք ապօրինի կառույց է եւ դրա օրինականացման հարցը դեռևս ենթակա է քննարկման։ Այսինքն ես ի սկզբանե տեղեկացված կլինեմ, ինչի հետ եմ հարաբերվում։ Տեղեկացված լինելով հանդերձ հարաբերվել դրա հետ թե չհարաբերվել, դա կմնա իմ վրա, իմ որոշման վրա, եւ սա չի կարող որևէ ձևով մեկնաբանվել, որ մենք այս օրենքով որևէ բան սահմանափակում ենք եւ այլը եւ այլը։ Մենք սահմանափակում ենք միայն այն գույքի ցուցակագրումը, որը ունի գրանցված իրավունք։ Իրավունք շինության, իրավունք հողի, իրավունք անշարժ գույքի նկատմամբ։ Եվ եթե չկա գրանցված իրավունք, հարց առաջանում, իսկ ինչ իրավունքով եմ ես դա ցուցակագրելու, եթե իմ իրավունքը առկա չի այստեղ։ Այսինքն այդտեղ մենք հստակ այնպեսի կարգավորումներ ենք դրել, որ վստահենք, որևէ մեկի ցուցակագրումը չի դառնա խոչընդոտ իրավունքի առկայության պարագայում, տեխնիկական գործիքներ են մշակվելու դրվեն, միգուցե որևէ ընթացքում տեխնիկական խնդիր բացահայտվի որևէ ձևով, իսկ դրանք տեխնիկական ծրագրավորման գործիքներ են, որոնք լուծման հնարավորություն են ունենալու կամ փոփոխության հնարավորություն են ունենալու։ Այսինքն այս մասով ես վստահ եմ, որ այդպես խնդիր չկա այստեղ։ Իսկ հաջորդը գույքի փոխանակումը դա նոտարական վավերացմամբ է տեղի ունենում եւ գույքի փոխանակման ժամանակ, եթե ես չեմ սխալվում, ամեն դեպքում գույքի արժեքները պետք է գրվեն։ Այսինքն այդ նույն փոխանակման պայմանագիրն էլ նոտարական վավերացմամբ է տեղի ունենալու եւ համապատասխանաբար ներկայացվել է իրավունքի պետական գրանցման։ Եթե ձեր առաջարկությունն է, որ առանձին դրույթով կարգավորել փոխանակման պայմանագրերի ոլորտը, դա կարծում եմ այս օրենքի տրամաբանության մեջ չպետք է լինի, եթե կա բաց այդտեղ կուսումնասիրենք, ես ձեզ խոստանում եմ անձամբ, որ կուսումնասիրենք հստակ փոխանակման դեպքերում գույքի գնի որոշման հանգամանքը կամ փոխանակվող գույքերի համարժեքությունը կամ մնացորդային գումարի փոխանցումը որևէ հաշվին։ Այդ ուղղությամբ ես ձեզ անձամբ խոստանում եմ, մենք մի հատ մանրամասն կուսումնասիրենք, եթե կարիքը կլինի նաև ձեզ հետ առանձին կքննարկենք, կներկայացնենք համապատասխան փոփոխություններ, եթե անհրաժեշտություն լինի։ Չարձագանքեմ այնուամենայնիվ, պարոն Թոմասյան, այս քննարկումից ակնհայտ է դառնում, որ որոշակիորեն դուք սևեռում ունեք էլի դեպի այդ պարտադիր պահանջը բարձրագույն կրթության, այսինքն եթե նոր համակարգ է, որևէ բան միջև վերջ հասկացված չի, ես կարծում եմ ավելի դյուրին կլինի, եթե բոլորի կողմից առավել ընդունված դրույթներով, որովհետև բազմաթիվ են այն մարդիկ, ովքեր այս գործով զբաղվում են, բնականաբար տարիքի բերումով էլ այդ կրթությունը չեն ստանալու, անհրաժեշտություն չկա երկու կողմից սահմանափակել, համ ասել բարձրագույն կրթություն, որ լավ չեմ պատկերացնում, հələ ինչ մասնագիտությամբ պետք է ունենաս, բայց եւ այնպես մեկը գալու ես համ էլ քննություն տաս որակավորման, ստանաս կամ չստանաս որակավորում։ Մեկը լրիվ բավարար է, հանրային շահի տեսանկյունից էլ այսօրվա իրավիճակի։ Մյուս պահանջը մի տեսակ, չգիտեմ, երևի ձեր, այսպես ասենք, համառ պատկերացումն է, փորձում եք այդ պահել, բայց այդ արդեն ձեր գործն է։ Հիմա գամ այս վերջինին, այո, ես կարծում եմ, որ այդ փոխանակման տարբերակները շատ կարևոր կլինեն գույքային շուկայի նաև, անշարժ գույքի շուկայի զարգացման տեսանկյունից շատ կարևոր կլինի, դրանով պետությունը նաև հաղորդագրություն կտա, այսպես ասենք, այդ ուղղության նաև զարգացման։ Մենք այս հանձնաժողովում օրինակ նման բաներ այլ շուկաներում քննարկել ենք, ասենք օրինակ ավտոմեքենաների շուկայում եւ այլն, եւ պարտադիր չի անշարժ գույքի հետ փոխանակվի, էլի։
գույքը նաև կարող լինի շարժական եւ այստեղ այո առանձին կարգավորման անհրաժեշտություն այստեղ կա պարզեցման տեսանկյունից առանձին որպես դիտարկվի եւ առանձին պարզեցման ես դրա այսպես ամբողջական լուծումները չունեմ որ ձեզ փոխանցեմ բայց ես գիտեմ որ այդ անհրաժեշտությունը կա